Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Ելից գիրք 13-րդ գլուխ Զադիգը Դերը Եգիպտոսի երկրի մեջ խոսեցավ Մովսեսի եւ Ահարոնի ըսելով. Այս ամիսը ցեզի համար ամիսներուն ըզգիսպը լա։ Ցեզի համար դարվան ամիսներուն առաջինը լա։ Խոսեցեք Իսրայելի ամբողջ համայնքին ըսելով. Այս ամսվան 10-րդ օրը յուրաքանչյուրը իրեն քառնուկ մտողարնե նահաբեդության համեմատ, այսինքն մեկ դան, մեկ քառնուկ։ Եթե մեկ ընտանիքը փոքրաթիվ է մեկ քարի համար, ինք եւ իր դան ամենամոտ թրացին թողարնեն զայն անցերուն համրանքին համեմատ։ Քարին համար հաշվեցեք յուրաքանչյուրին գերազին համեմատ։ Ձեր քարը անարատ, արու, մեկ դարեգան թողլա։ Ոչխարներեն կամ այծերեն արեք զայն։ Բահեցեք զայն մինչև այս ամսվան 14-րդ օրը, ապա Իսրայելի համախմբված ամբողջ համայնքը թող մորթե զայն իրիկվան թեմ։ Անոր արյունեն թողարնեն ու կսեն երկու տրանտիներուն եւ վերի սեմին վրա այն դուներուն, ուր զայն պիտի ուդեն։ Միսը այդ գիշերը թող ուդեն։ Զայն գրագի վրա խորոված, փաղարչով ու լեղի խոդերով ուդեն։ Անգե հում կամ ճուրի մեջ եփած մի ուդեք, հապա գրագի վրա խորոված, անոր գլուխն ու թաթերը փորոդիկով միասին։ Անգե ոչինչ թողուցեք մինչև արդու։ Անգե ինչ որ արդուն մնա, գրագով այրեցեք։ Սաբես կերեք զայն։ Ձեր մեջ կկոդևորված, գոշիկները ձեր ոտքերը եւ կավազանը ձեր ցերկը լալով, զայն աջաբարանքով կերեք։ Ասիգա դիրոջ զադիկն է։ Այդ գիշերը Եգիպտոսի եգրեն պիտի անցնիմ ու Եգիպտոսի եգրի մեջ պիտի զարնեմ ամեն անտրանիկ մարտե մինչև անասուն։ Եգիպտոսի բոլոր աստվածներուն թեմ թադավջիր պիտի արձակեմ։ Ես եմ դերը։ Արյունը ձեր գտնված դուներուն վրա նշանի համար պիտի լա։ Արյունը դեսնելով ձեր վրայեն պիտի անցնիմ եւ հարվածը ձեր վրա պիտի չկա ձեզ գոդորելու, երբ Եգիպտոսի երգիրը զարնեմ։ Այդ օրը ցեզի իբր հիշադակ թողլա ու դոնեցեք զայն դիրոջ համար հավիտենական կանոնով դոնեցեք զայն ձեր սերունդներուն մեջ։ Փաղարչագերքի դոնը 7 օր փաղարչ կերեք։ Առաջին օրն իսկ ձեր դուներեն դուրս հանեցեք թթխմորը, որովհետև առաջին օրեն մինչև 7-րդ օրը ով որ խմորյալ հաց ուդե, այդ անձը Իսրայելեն պիտի փնաչնչվի։ Առաջին օրը Սուրբ ժողովը կումարեցեք, 7-րդ օրն ալ ցեզի Սուրբ ժողովը կումարեցեք։ Այն օրերը ոչ մեկ կորց ըրեք, բացի ամեն մեկուն ուդելիքեն, զայն միայն պատրաստեցեք։ Գադարեցեք փաղարչագերքի դոնը, քանի որ այդ նույն օրը ձեր զորապաժինները Եգիպտոսի երկրեն հանեցի, ուստի հավիտենական կանոնով մտոնեցեք այդ օրը ձեր սերունդներուն մեջ։ Առաջին ամսվան 14-րդ օրվան իրիգունեն մինչև ամսվան 21-րդ օրվան իրիգունը փաղարչ կերեք։ 7 օր ձեր դուներուն մեջ թթխմոր թող չգտնվի, որովհետև ով որ խմորյալ հաց ուդե, այդ անձը Իսրայելի համայնքեն պիտի փնաչնչվի, քաղտագանը լա թե փնիկ։ Խմորյալ ոչինչ կերեք, փաղարչ կերեք ձեր բոլոր բնակարաններուն մեջ։ Առաջին Զադիգը Մովսես Իսրայելի բոլոր երեցները գանչեց եւ անոնց ասավ. Կացեք, արեք ցեզի մեգական ոչխար ձեր քերթաստաններուն համեմատ ու մորթեցեք Զադիգը։ Արեք զոբայի փունջը, թաթխեցեք զայն գոնքին մեջ եղող արյունին մեջ եւ գոնքի մեջ եղող արյունեն կսեցեք թրան վերի սեմին ու երկու տրանտիներուն վրա։ Մինչև արդու ցեզմե ոչ մեկը իր դան թրնեն դուրս ելե, քանի որ դերը պիտի անցնի Եգիպտացիները զարնելու համար։ Երբ թրան վերի սեմին ու երկու տրանտիներուն վրա արյունը դեսնե, դերը այդ թրան վրայեն պիտի անցնի եւ պիտի չթույլատրե որ փնաչնչողը ձեր դուները մտնե ձեզ զարնելու համար։ Այս բանը բահեցեք իբր հավիտենական կանոն քեզի ու քու որդիներուդ։ Երբ երթակ այն երգիրը, որ դերը ցեզի պիտի դա, իր խոստումին համաձայն գադարեցեք այս ճաշտոնը։
Երբ ձեր որդիները ցեզի ասեն. «Ինչ է այս ձեր գդարած ճաշտոնը», ասեք. «Ասիկա դիրոջ Զադիգին զոհն է, ան Եգիպտոսի մեջ Իսրայելի որդիներուն դուներուն վրայեն անցավ, երբ եգիպտացիները զարգավ եւ մեր դուները ազատեց»։ Ժողովուրդը խոնարհեցավ ու երգրբակեց։ Իսրայելի որդիները կացին եւ այնպես ըրին։ Դիրոջ Մովսեսի ու Ահարոնի բադվիրանձին համացայն ըրին։ Անտրանիկներու մահը։ Գես գիշերին դերը Եգիպտոսի երկրի մեջ ամեն անտրանիկ զարգավ։ Իր քահին վրա բազմող փարավոնի անտրանիկեն մինչև փանդի մեջ եղող քերին անտրանիկը եւ ամեն անասունի առաջնեգը։ Փարավոն գիշերվան մեջ ելավ ինք ու իր բոլոր ծառաները եւ բոլոր եգիպտացիները։ Եգիպտոսի մեջ մեծ աղաղակ մի եղավ, քանի որ դումը չգար ուր մերել չլար։ Գիշերվան մեջ Մովսեսն ու Ահարոնը գանչեց եւ ասավ. «Գանքնեցեք, դուրս ելեք իմ ժողովրդից մեջ են, թե դուք եւ թե Իսրայելի որդիները, քացեք, բաշտեցեք Եհովան, ինչպես ասիք, նաեւ արեք ձեր ոչխարներն ու արջարները, ինչպես ասիք, ու քացեք ու զիսալ օրտնեցեք»։ Եգիպտացիները բռնատադեցին ժողովուրդը, որբեսի շուտով այդ երկրեն դուրս ղրգեն զանոնք, քանի որ գսեին. «Բոլորս ալ պիտի մեռնինք»։ Ուստի ժողովուրդը արավ իր խմորի զանգվածը, խմորվելեն առաջ եւ իրենց ուսերուն վրա վերցուցին իրենց դաշտերը, որ իրենց հանդերձներու մեջ փաթված էին։ Իսրայելի որդիները Մովսեսի խոսքին համաձայն ըրին, ու եգիպտացիներեն արծաթե իրեր, ոսկիե իրեր եւ հանդերձներ խնդրեցին։ Դերը ժողովրդին շնորհ գտնել տվավ եգիպտացիներուն արչեւ, այնպես որ իրենց խնդրածը դվին եւ իրենք գողոպտեցին եգիպտացիները։ Իսրայելացիները գեհրանան Եգիպտոսեն։ Իսրայելի որդիները Ռամսեսե մեկնեցան դեպի Սոկովտ։ Մանուկներեն զատ 600,000-ի չափ հետևակ այր մարդիկ էին։ Անոնց հետ խարն բազմություն մնալ փարսացավ, նաեւ ոչխարներ եւ արջարներ, հուժ մեծ խաշինք։ Եգիպտոսեն իրենց հանած խմորի զանգվածեն անխմոր շոթեր եփեցին, քանի որ խմորյալ չէր։ Արտարև Եգիպտոսեն վրընդվեցան ու չէին գռնար դնդնալ, իրենց բաշարալ պատրաստած չէին։ Եգիպտոսի մեջ Իսրայելի որդիներուն բնակած ժամանակը 430 տարի էր։ 430 տարիներու վախճանին այդ նույն օրը դիրոջ բոլոր զորքեր Եգիպտոսի երկրեն դուրս ելան։ Ասիգա հիշադակվելու գիշեր մնե դիրոջ համար, որովհետև զանոնք Եգիպտոսի երկրեն դուրս հանեց։ Այս է դիրոջ այն գիշերը, որ հիշադակվելու է Իսրայելի բոլոր որդիներեն իրենց սերունդներուն մեջ։ Զադիգի գարկատրությունը։ Դերը Մովսեսի եւ Ահարոնի ասավ. «Ահավասիկ Զադիգին կանոնը, ոչ մեկ օդարազգի անգե պիտի ուտե, բայց ամեն մարդու ստրուգը, որ տրամով քնված է, երբ զայն թլփադես, անգե թողուտ է։ Հյուրն ու վարձկանը անգե պիտի չուդեն, ան մեկ դան մեջ պիտի ուդվի։ Դունեն դուրս պիտի չհանես այդ միսեն, ոչ ալ անոր մեկ ոսկորը պիտի գոդրեք։ Իսրայելի ամբողջ համայնքը թող գադարե զայն։ Երբ քաղաքտագամը կովդ բանթխտանա եւ ուզե դիրոջ Զադիկ կատարել, անոր բոլոր արուները թող թլփադվին։ Այն ադեն թող մոդենա ու զայն գադարե եւ ինք փնիկին բես պիտի լա, քանի որ ոչ մեկ անթլփատ անգե պիտի ուտե։ Մեկ օրենք պիտի լա փնիկին ու ծեր մեջ բանթխտացած քաղաքտականին համար։ Իսրայելի բոլոր որդիները այնպես ըրին։ Դիրոջ Մովսեսի եւ Ահարոնի բադվիրանձին համացայն ըրին։ Այդ նույն օրը դերը Եգիպտոսի երկրեն հանեց Իսրայելի որդիները իրենց զորապաժիներով։ Փառք Դեր Աստված մեր։ Ամեն։